Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լուրերի թողարկումն է շարունակում, առաջիկա 1 ժամում դիտեք։ Խոստումներ, ով ինչ է խոստանում հունիսի 8-ից հետո։ Սրտաբլիթ է։ Ընտրում ենք ձեզ, որ մեր փողոքը կապենք։ Մենք կկարողանանք արդարացնել մեր ժողովրդի սպասելիքները։ Գործը բաղկացած է 135 հատորներից։ 135 հատոր Սամվել Կարապետյանի հաստափոր գործը երբ կուղարկվի դատարան։ 2-ից 5 միլիոն դրամ նախարարությունների և մարզպետարանների գլխավոր քարտուղարների պարգևավճարների չափն է կանխազերծվել։ Վարչապետ Փաշինյանն առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան, երբ չի հստակեցրել։ Իրանում հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել, Կիլիկիո կաթողիկոսությունն է հայտնում։ Չնայած պաշտոնական քարոզչության մեկնարկին դեռ 40 օրից էլ շատ ժամանակ կա, բայց ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերը շատ ավելի վաղ են ակտիվացել։ Վարչապետ Փաշինյանն ու նրա թիմը այսօր կրկին Երևանում են պտտվել։ Փաշինյանը մի պստիկ ավտոմեքենայի ղեկին է նստել, վրան գրած խաղաղություն։ Այս անգամ չի բարկացել, երբ քաղաքացիներից մեկը հրաժարվել է վերցնել Հայաստանի քարտեզով կրծքանշանը։ Աշխատում է, գնացինք։ Ձեզ նվիրենք մի հատ մեր։ Հիմա մեր հաջորդ նշանակետը մոտակա կանգառն է։ Գնում ենք, կանգնում ենք, որտեղի ավտոբուսը եկավ, գնում ենք։ Այո։ Չէ, շնորհակալություն չեմ պահի, եղ չկա պահելու։ Սա պահելու համար չի, սա սենց կպցնում ենք, ինքը մնում է սենց։ Կարելի է ձեզ նվիրել սրանի։ Լավ եղեք, լավ օր ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարի լույս։ Բալուս։ Լավ եք։ Լավ Լավ եղբայր։ եղբայր, բարև։ Հաստատված է։ Վերջ։ Տանուշների հետ մի քիչ բան է, խնդիր է, տոկոսը շատ բարձր։ Պարոն Պապոյան, ուր է Պապոյան։ Տոկոսները գումարվում, դառնում է ընդհանուր հարկը, որտեղ 45%։ Բայց գիտեք, չէ՞ մի հատ շեմ կա, այդ միշև այդ շեմը ոչ մի բան։ Իսկ Վրաստանը 17%։ Ինչ։ Աղաբլիթ չի, բայց կա։ Սրտաբլիթ է։ Պարոն Սիմոնյան, ինչ եք ջղայնացել, պարոն Սիմոնյան։ Բայց ճիշտ են անում, էդ էլ է, որ անդադ նույն հարցն են տալիս, մենք էլ անդադ նույն պատասխանն ենք։ Ոսում եմ լավ, ուրիշ ձև պատասխան։ Չէ, նույն ձև, միշտ նույն ձև պատասխան ենք։ Վարչապետյանը խաղաղությունը ջնգոշիներ ամրացրեք, խնդրում եմ։ Հաճի։ Մինչ վարչապետ Փաշինյանը Ղարաբաղցիների վերադարձի թեման փակել է, նրա անդիմախոսները այն շարունակում են քննարկել։ Նախկին նախագահ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Հրազդանում է հանդիպում անցկացրել, վերադարձ չի խոստացել, բայց դա հնարավոր համարել է։ Ես հիշեցնեմ, սա իշխանությունը պատերազմի ուղիղ ճանապարհ է համարում։ Ինչ լուծումներ։ Հիմա մենք ասում ենք հետևյալը։ Հիմա պետք է հասնենք նրան, որ ճանաչվի արցախցիների վերադարձի իրավունք։ Դա իր հետևից բերելով այ գույքային նաև իրավունքների հարց։ Մենք պետք է խոսանք մշակութային ժառանգության մասին։ Եվ ուղղակի հույս ունենանք, որ դրանից հետո, այդ քայլերից հետո որոշ հնարավորություններ կարող է բացվել։ Բայց խնդրեմը շատ լուրջ է։ Չեմ կարող երաշխավորված ասել այո, կլուծենք, բայց նաև չեմ տեսնում, որ որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում կարող է այդ փոքր շանսի համար պայքարել ավելի ակտիվ, քան ես կամ արդյունավետ։ Իսկ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը հայտարարել է ընտրություններին քաղաքական նոր ուժերի հետ դաշինքով մասնակցելու մասին, բայց թե ում հետ են արդեն եկել համաձայնության չի բացահայտել։ Իդեպ նրա խոսքից դատելով դաշինքը կոչվելու է Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Այսօր Ուժեղ Հայաստանը հայտարարում է, որ մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել եւ փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանկանում են ստեղծել ուժեղ Հայաստան։ Մենք կստեղծենք դաշինք,
ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ միասին մենք կկարողանանք արդարացնել մեր ժողովրդի սպասելիքները եւ լուծել մեր ազգի առջև ծառացած խնդիրները, որպեսզի հետո 10 տարի հետո, 20 տարի հետո հետնայինք եւ իմանանք, որ ճիշտ որոշում են կայացրել պարակտմանը վերջ տալով։ Հարկերից խուսափել, հափշտակություն, փողերի լվացում եւ այլն։ 135 հատորներում իրավապահները ձևակերպել են միլիարդատեր քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանին վերագրվող արարքները։ Օրենքի հետ Կարապետյանի խնդիրները սկսեցին եկեղեցուն պաշտպանելու նրա հայտարարությունից հետո։ Մինչ հայտնի չէ, թե դատավարությունը երբ կմեկնարկի, նրա փաստաբանական թիմը հայտարարում է իրենց համարել է մեղադրանքը անորոշ։ Գործը բաղկացած է 135 հատորներից։ Որ պատկերացնեք, յուրաքանչյուր հատորը հիմնականում բաղկացած է 100-ից մինչև 200 էջերից։ Սամվել Կարապետյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ 135 հատորով տասնյակ հազարավոր էջերով են քննիչները նկարագրել, հիմնավորել գործարարին առաջադրված մեղադրանքները։ Այս ամենը իրավական գործընթացի հետ առնչություն չունի։ Քննչականի նկարագրած մեղադրանքների հետ ոչ մի կապ չունի գործարարը, գործն էլ իրավաբանության հետ աղերս չունի, քաղաքական հաշվեհարդար է, պնդում է պաշտպանական կողմը։ Վարույթի վերաբերյալ, այս նյութերի վերաբերյալ, մեր կողմից ներկայացվել են համապատասխան միջնորդություններ, թե քրեական հետապնդումը դադարեցնելու, թե ընդհանրապես խափաման միջոցը վերացնելու։ Ըստ քննչականի հաղորդագրության Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր Կարապետյանը հետցի տնօրենների խորհրդի նախագահի տնօրենի հետ, որոնք ունեն այլ ընկերություններ կազմակերպել են, որ խուսափեն մոտ 2 միլիարդ դրամ հարկ վճարելուց։ Մեղադրվում են 2020-23 թվականների ընթացքում խաբեությամբ մոտ 5 միլիարդ դրամ հափշտակելու, նույն եղանակով հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու համար։ Որևէ մեկի հետ Սամվել Կարապետյանը առնչություն չունի։ Եվ դա ոչ միայն պաշտպանական կողմի դիրքորոշումն է եղել։ Դրա վերաբերյալ կան դատական ակտեր, դրա վերաբերյալ նույնիսկ կա Վճռաբեկ դատարանի որոշումը։ Ըստ քննչականի Սամվել Կարապետյանը մի քանի ընկերությունների տնօրենների հետ նախնական համաձայնությամբ նյութական օգուտներ ստանալու, ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով օրինականացրել է օրինական գործունեությամբ չհիմնավորվող մոտ 2 միլիարդ դրամ։ Այս ամենը մեղմ ասած աբսուրդ է։ Նույնիսկ ինչ-որտեղ խայտառակություն է։ Քննչական կոմիտեի հաղորդագրությունում ուղիղ ու հասցեական նկարագրված չէ Սամվել Կարապետյանն ու մյուս մեղադրյալները, որ ընկերությունների հարկերն են թաքցրել։ Հետցի սեփականատերը ինչ կապ ունի այդ չվճարված հարկերի, փողերի լվացման ու հափշտակության հետ։ Նշված է, որ այդ ընկերությունների մի մասի սեփականատերերը զուգահեռ Կարապետյանի հետցում պաշտոններ են զբաղեցրել ու չեն էլ հստակեցնում, թե դրանք ինչ ընկերություններ են ու ինչ կապ ունեն հետցի հետ։ Մեզ համար եւս մեղադրանքը անորոշ է, անհասկանալի է, զուրկ է իրավական եւ փաստական անհրաժեշտ հիմնավորումներից։ Պատկերացրեք, մի հատ նույնիսկ անուղակի տվյալ չկա, որ Սամվել Կարապետյանը կապ ունեցել։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, Սամվել Կարապետյանի առնչությունը քննչականի ներկայացրած հանցանքներին հասկանալի չէ պաշտպանական կողմին, ասում է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նրա պնդմամբ Սամվել Կարապետյանը ոչ մի առնչություն չունի իրեն վերագրվող արարքի հետ, եւ այս մեղադրանքները առաջադրել են միայն նրա համար, որ այդ ընկերությունների ղեկավարները հետցում զուգահեռ պաշտոններ են զբաղեցրել։ Եթե ինքնին այն փաստը, որ եթե մեկը մյուսի աշխատողն է ու այդ աշխատանքային հարաբերությունից դուրս գործողություն է կատարում, դա վերագրել են փորձում սեփականատիրոջը մեկ այլ ընկերության։ Սա աբսուրդ է ուղղակի, այդ նույն հաջողությամբ ասում եմ։ Հիմա օրինակ մի հատ քննիչի ձերբակալել են, քննչականի պետին էլ պետք է մեղադրանք առաջադրեն։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Տաշիր գրուպի սեփականատերն ազատությունից զրկվեց 10 ամիս առաջ եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելու ժամեր անց։ Մայրաթորի դեմ պայքարող վարչապետն անմիջապես արձագանքեց նրա մեկնաբանությանը։ Հրապարակային սպառնաց ընդմիշտ պասիվացնել հոգևորականների բարեգործներին ու նույն օրը ոստիկանները շղթայեցին գործարարի առանձնատունը։ Նրան կալանավորեցին իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով, հետո էլ ավելացրին տնտեսական մեղադրանքները։
եւ մեկնարկեց ապօրինի քաղաքական հետապնդումը Սամվել Կարապետյանի հանդեպ։ Գործարարը 7 ամիս ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա տնային կալանքի տակ է։ Ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն։ Միլիարդատերը Հայաստանի ներքաղաքական դաշտում ակտիվացավ ազատությունից զրկվելուց հետո։ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից հայտարարեց Փաշինյանին իշխանությունից հեռացնելու որոշման մասին։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդն է ու պայքարում է իշխանության համար։ Սամվել Կարապետյանը, նրա պաշտպանական խումբը պնդում են, սա քաղաքական հաշվեհարդար է։ Սամվել Կարապետյանը հանդիսանում է ուժեղ Հայաստան կուսակցության նախագահը, բայց զրկված է քաղաքական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից։ Ինչ է այս ամենը, եթե ոչ վախի դրսևորում։ Ինչականի պետը ամիսներ առաջ հերքել էր, թե քաղաքական հրահանգով է գործել։ Չէ, նման հրահանգ չկա։ Գործով անցնող մեղադրյալներից միայն Կարապետյանն է ազատությունից զրկված։ Գործարարին կալանքից ազատելու միջնորդությունները դատարանը մինչև հիմա մերժել է։ Էլի մի թեմա, որը ընտրության մասնակից քաղաքական ուժերի քննարկումներից բացի գիտնականներին էլ է հասել։ Միջազգային տերմիններ օգտագործելն էլ է արգելված։ Պատմական արդարության վերականգնման օրակարգից հրաժարվելու մասին հայտարարող ցեղասպանություն, էթնիկ զտում ասելը վնասակար համարող վարչապետին հարց են տալիս մասնագետները, որոնց գործը տարիներով հենց դա է՝ պատմական փաստերը ուսումնասիրելն ու դրանց հիման վրա որակումներ տալը։ Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարանք ասենք էթնիկ զտում, իրանք դեր ասցի հայլային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայլային ցեղասպանություն։ Այսինքն հիմա մենք սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս իրավունք չունենք այս բառը օգտագործելու։ Ես որպես մասնագետ, որ զբաղվում է թեմաներում, որտեղ էթնիկ զտումը դա տարածված տերմին է, ես իրավունք չունեմ այն օգտագործել։ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման մասին խոսելը վնասակար համարող Փաշինյանին ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը հարց է տալիս. ինչ է նշանակում վարչապետի այդ հայտարարությունը։ Արդյոք ցեղասպանագետներն այլևս չեն կարող զբաղվել էթնիկ զտման ցեղասպանության հարցերով, քանի որ Փաշինյանը դա որակել է վնասակար։ Վարչապետի հայտարարությունը պատմաբանին հիշեցնում է խորհրդային միության ժամանակահատվածը։ Նաև ինչ որ միտեղ սարսափում եմ դա մեկնաբանեմ, որովհետև մենք նման բաներ մեր պատմության ընթացքում ունեցել ենք, բայց դա այլ պետության մեջ էր, էլի, դա խորհրդային միության մեջ էր, երբ որ կային որոշակի արտահայտություններ, թեմաներ, որոնք արգելված էր, որոնց մասին խոսել։ Դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ Ես որպես պատմաբան մեկնաբանում եմ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել։ Ես այդ իմ մեղքը չի, որ դա տեղի է ունեցել, եւ իմ մասնագիտական գոնե աշխատանքը պահանջում է մասնագիտական օբյեկտիվությունը կատարվածը կոչել իր անունով։ Ես չգիտեմ, այսինքն մենք ինչ որ տաբու բառեր պետք է որոշենք եւ չխոսենք դրա մասին։ Այն, որ Ադրբեջանը 2023-ին Արցախում էթնիկ զտում իրականացրեց, ռազմական ագրեսիայի միջոցով բռնի տեղահանելով ավելի քան 100,000 արցախցիների, հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էր բարձրաձայնում։ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2023-ին Արցախյան մեկօրյա պատերազմից օրեր անց մինչև Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը ահազանգում էր ցեղասպանության եւ էթնիկ զտման մասին։ A sustainable and viable international mechanism for preventing the ethnic cleansing of the indigenous population of Nagorno-Karabakh. Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտումը կանխելու եւ Լեռնային Ղարաբաղի ու պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև երկխոսությունն ապահովելու կայուն եւ կենսունակ միջազգային մեխանիզմը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հետ կապված հարցերի հասցեագրման համար հրամայականն է։ 2024-ին արդեն իսկ արցախահայերի էթնիկ զտումից հետո ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումում Միրզոյանը մեղադրում էր միջազգային հանրությանը, որ ցեղասպանության մասին խոսում են այն ժամանակ, երբ այն արդեն կայացած փաստ է դառնում, ժամանակին քայլեր չձեռնարկելով հանցագործությունը կանխելու համար։ Ընդ որում, իբրև օրինակ Միրզոյանը բերում էր ոչ միայն անցած դարի հայոց ցեղասպանությունն, այլև Արցախում տեղի ունեցածը։ Մեր տարածաշրջանում դրականատեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի։ Ինչու Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման մասին ահազանգող Հայաստանի կառավարությունը որոշեց, որ այդ մասին խոսելն արդեն վնասակար է, եւ արդյոք այն կարող է վնասակար ու կոնֆլիկտածին լինել, ինչպես պնդում է վարչապետը։ Ես կարծում եմ, որ կոնֆլիկտները չեն առաջանում հենց այդ հնչեցված ինչ որ մի բառերից, այլ առաջանում են, որտեղ կան նպաստավոր պայմաններ, կան
վատ կառավարության վատ աշխատանքներ եւ այլն։ Եվ այս առումով շատ պարզ եւ պրիմիտիվ կլինի, եթե մենք կարծենք, որ միայն այդ մի բառը կարող է կոնֆլիկտի պատճառ դառնալ։ Ես ասում եմ, որ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից, որովհետև ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ եւ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից գնալ, որովհետև մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների։ Երբ որ քեզ խորհուրդ են տալիս արդարությունից այլևս չխոսել, արդարության վերականգնման համար աշխատանք չտանել, դա խարխլում է ընդհանրապես քո բարու եւ չարի նկատմամբ, քո աշխարհայացքի, քո, չգիտեմ, ամենօրյա քո աշխարհընկալման հիմքերն է խաթարում։ Ես որպես մասնագետ, որպես մարդ, որպես հայ, ես ունեմ իմ պատկերացումը պատմական արտարության վերականգնման վերաբերյալ եւ ես դրա մասին մտածելու եմ, դրա մասին խոսելու եմ, դա քննարկելու եմ։ Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը դժվարանում է ասել, թե իր այս քաղաքականությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որքան հեռուն կգնա եւ այսօր արդեն հրաժարվելով պատմական արդարության վերականգնումից, արդյոք հնարավոր է, որ մի օր էլ հրաժարվի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակումից եւ հայոց ցեղասպանության ինստիտուտի ֆինանսավորումից։ Իդեպ Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը դեռ 2024-ին հայտարարեց, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս կառավարության առաջնահերթություններից չէ։ Մեկ տարի անց նույնը կրկնեց վարչապետ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Դրանպես հայ ժողովրդի այդ հիմնական հիմնասյուներից մեկն է ի վերջո հիշողությունը, պատմական հիշողություն եւ ցավոք սրտի, բայց նաեւ ողբերգական պատմության հիշողությունը մեր այսպես ինքնության հիմքերից մեկն է եւ այդ առումով ես նախ կուզենայի հուսալ, որ իրենք հասկանում են, այսինքն այս քաղաքականությունը իրականացնողները հասկանում են, ինչ մեծ վտանգի առաջ կհայտնվեն նաև իրենք, եթե փորձեն այդ քայլերը ձեռնարկեն, որովհետև դու կարող ես պետական մակարդակով շատ բաներ չբարձրաձայնես, բայց հանրային գիտակցությունից այդ թեման հանել անհնար է։ Ցեղասպանագետի համոզմամբ ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը ոչ թե խանգարող, այլ օգնող միջոց կարող է լինել խաղաղության վերականգնման համար։ Ի վերջո, հենց պատմական ճշմարտությունը իմանալուց, ընդունելուց եւ, չգիտեմ, արտարությունը վերականգնելուց հետո է հնարավոր իրական եւ խաղաղությունը։ Նոր մանրամասներ են բացահայտվում պաշտոնյաների պարգևատրումներից։ Փաշինյանի թիմակիցները խիստ զայրանում են, երբ ընտրություններին ընդառաջ բաժանվող պարգևատրումները աստղաբաշխական են որակվում։ Հիմա մենք կներկայացնենք որոշ թվեր ու ձեզ կթողնենք դատողությունը, աստղաբաշխական են դրանք, թե ոչ։ Ընդ որում արտահոսած փաստաթղթերում նշված թվերը նախարարների պարգևատրումները չեն։ Նախորդ անգամվա աղմուկից հետո նրանք այլևս թվեր չեն հրապարակում, խորհուրդ տալով սպասել հայտարարագրերին։ Իսկ վերջին պարգևատրումների թվաբանությունը միայն հաջորդ տարի է հրապարակվելու։ Մինչ պաշտոնյաները շարունակ հրաժարվում են հրապարակել նախորդ տարվա երկրորդ կիսամյակի համար իրենց ստացած պարգևավճարների չափը, այդ տեղեկությունը ոչ պաշտոնական խողովակով է արտահոսում։ 5-րդ ալիքի ձեռքի տակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ստորագրությամբ մի փաստաթուղթ է հայտնվել։ Գրված է, թե որքան պարգևավճար են փոխանցում տարբեր պետական կառույցների գլխավոր քարտուղարներին՝ մոտ 2.3 միլիոն դրամից մինչև շուրջ 5 միլիոն։ 32 պաշտոնյայի անուն կա այս ցանկում։ Խրախուսելու մասին այս որոշումը, սակայն, պաշտոնապես հրապարակված չէ։ Որոշման տեքստում հղում են անում ընդհանուր 4.6 միլիարդի պարգևավճարներ բաժանելու շաբաթներ առաջ ընդունված որոշմանը։ Հրապարակումից ժամեր են անցել։ Կառավարությունը դրա իսկությունը չի հերքել։ Ըստ արտահոսած փաստաթղթի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար Արտակ Մանգասարյանը կես տարվա համար շուրջ 4 միլիոն դրամ է ստացել, ավելի քան $10,000։ Ամսական ստացվում է 657,000 դրամ։ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանն էլ ավելի շատ՝ 4,240,500 կամ ամսական մոտ 710,000 դրամ է ստացել։
Արտաքին գործերի նախարարությունում նրանց պաշտոնակցի հաշվին էլ ավելի մեծ թիվ կերևա։ Դավիթ Կարապետյանին միայն կես տարվա համար պարգևատրել են շուրջ 5 միլիոն դրամով, ամսական 823,150 դրամ։ Իր գործընկերոջ եկամուտներից առանձնապես հետ չի ընկնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը։ Նրան էլ շուրջ 4,9 միլիոն դրամով են խրախուսել, ամսական ստացվում է 815,000 դրամ։ Իդեպ Գասպարյանն արդեն լրացրել է 2025-ի եկամուտների հայտարարագիրը, ստացել է ընդհանուր ավելի քան 16 միլիոն դրամ, եթե գումարենք այս վերջին որոշման միլիոնները, կստացվի ավելի քան 21 միլիոն դրամ, ամսական 1,762,545 դրամ կամ շուրջ $4,700։ 2024-ի համեմատ նրա եկամուտներն աճել են գրեթե 2 անգամ։ Չհրապարակված այս փաստաթղթի համաձայն 7 հանիշ խրախուսումներ են ստացել նաև 28 այլ կառույցների, նախարարությունների, կոմիտեների, մարզպետարանների աշխատակազմերի եւ այլ գերատեսչությունների գլխավոր քարտուղարները։ Թե որքան են ստացել վարչապետը, փոխվարչապետերը, Փաշինյանի կաբինետի մյուս անդամներն առայժմ պարզ չէ։ Կառավարությունը հրաժարվել էր Ազատությանը հայտնել տեղեկությունը, հղում անելով անձնական տվյալների գաղտնիությանը։ Այս հայտարարագիրը եմ լրացնում, մի կարճ ժամանակ հետո լրացնելու ենք հայտարարագիրը, կտեսնեք ընդհանուր առմամբ ինչ եկամուտներ են ունեցել անցող տարվա ընթացքում։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանի առաջարկած տարբերակով, սակայն նրա ստացած աշխատավարձի ու պարգևավճարների ամբողջական չափը չեն կարող իմանալ, որովհետև եկամուտների հայտարարագրում կերևա միայն նախորդ տարվա ընթացքում ստացած գումարը։ Խրախուսումների երկրորդ փաթեթն այս ամիս է ընդունվել, պաշտոնյաների հաշիվներին դրանք կնստեն առաջիկա ամիսների ընթացքում։ Շատ լավ, վերջին որոշման հետ կապված էլ կիմանաք հաջորդ հայտարարագրի ժամանակ։ Ազատության հաշվարկով նախարարների ամսական եկամուտը 2025-ի ընթացքում կկազմի պլյուս-մինուս 2,3 միլիոն դրամ կամ $6,000։ Այս հաշվարկն արել ենք նախարարների ավելի վաղ արած հայտարարությունների հիմքով։ Դավիթ Խուդատյանը սակայն կարծում է, թե իրենց եկամուտների աճը մեջբերեմ հսկայական չի եղել։ Ավելին, պարգևավճարները չհանրայնացնող կառավարության անդամը պնդում է, Հայաստանը որոշ դեպքերում ավելի թափանցիկ է, քան եվրոպական երկրները։ Ավելի քան թափանցիկ իրավիճակ ունենք մեր դեպքում, այնպես որ անհանգստանալու բան չկա։ Թափանցիկության մասին խոսելով, արևմտյան երկրներում կարող եմ օրինակ վերել Շվեդիան պայմանական, այնտեղ այս եկամուտների մասին տեղեկություն ստանալու համար բավարար է մտնել պաշտոնական կայք եւ այնտեղ հստակ տողով գրված է օրինակ նախարարի աշխատավարձը այսքան է կազմում։ Շատ լավ, որ եվրոպական տարբեր երկրների եք ուրեմն հղում անում, ես էլ պետք է հղում անեմ, որ Հայաստանում թափանցիկության երբեմն շատ ավելի բարձր մակարդակ կա, ներառյալ օրինակ պաշտոնյաների նվերներ ստանալու մասով, նվերների հայտարարման ռեեստրի մասով եւ հաճախ եվրոպացի գործընկերների հետ երբ որ մենք շփվում ենք, տեսնում ենք իրենց զարմանքը, որ Հայաստանում այս տեսակի պաշտոնյայի շուրջ թափանցիկությունը այս մակարդակի է հասցված։ Դավիթ Խուդատյանը պնդում է, անձամբ իր ստացած պարգևավճարը անցած տարվա առաջին կեսի համար ավելի ցածր է եղել, քան արդարադատության նախարար Սրփուհի Գալյանի ստացած 6-ից 7 միլիոն դրամը։ Պարգևավճարը հատկացնում է պաշտոնյաների աշխատանքի գնահատման արդյունքով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան։ Այսօր Երևանյան թաղամասերում քաղաքացիների հետ շփումների ընթացքում նա խոսեց Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, թե կոնկրետ երբ է այցը ծրագրվում, չասաց։ Մենք կապերը պահում ենք, ասաց նա, հավելելով, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է։ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մարտի 23-ին կայացած հեռախոսազրույցում քննարկել էին առևտրատնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես Երևանն էր հաղորդել, պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։ Հիմա Հայաստանի հարևանությամբ շարունակվող ռազմական գործողությունների մասին Իրանի Իսպահան քաղաքում հրթիռակոծությունների հետևանքով ազգությամբ հայ քաղաքացի է զոհվել Սիմոնյան ազգանունով, հայտնում է Կիլիկիո կաթողիկոսությունը հղում անելով Թեհրանից ստացվող տեղեկությանը։ Թեհրանի թեմից ըստ հաղորդագրության Արամ առաջինին տեղեկացրել են, որ վերջին օրերին Թեհրանն ու Սպահանը ենթարկվում են սաստիկ հրթիռակոծությունների։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ։ Մանրամասներ շատ չկան, պաշտոնապես միայն հաղորդվել է, զրուցել են Մերձավոր Արևելքում իրավիճակի հանգուցալուծմանը հասնելու հնարավորությունների շուրջ, անդրադարձել հումանիտար հարցերի։ Երևանը հումանիտար օգնության, մասնավորապես դեղորայք ուղարկելու մասին էր վերջերս հաղորդել, արդյոք նոր խմբականակ ևս ուղարկվել է կամ կուղարկվի, պարզ չէ։ Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակումները Իրանի դեմ 1 ամիս է շարունակվում են, Թեհրանն էլ իր հերթին թիրախավորում է Իսրայելը և Մերձավոր Արևելքի երկրները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաները։ Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարվածի հետևանքով վիրավորվել է ամերիկացի 12 զինծառայող, իսկ Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները հաստատել են, որ Իրանի դեմ Իսրայելը ամերիկյան ներկայիս պատերազմի ընթացքում առաջին անգամ հարձակվել են Իսրայելի վրա։ Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ աշխատում է Եմենից արձակված հրթիռը որսալու ուղղությամբ։ Խումբը հայտարարել է, որ հրթիռակոծությունն իրականացվել է Իրանում, Լիբանանում, Իրաքում և Պաղեստինյան տարածքներում ենթակառուցվածքների շարունակական գնդակոծություններից հետո, հավելելով, որ իրենց հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել մեջբերեմ ագրեսիան բոլոր ճակատներում։ Մինչ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարում է, որ Իրանի հետ պատերազմը կարող է տևել մինչև 4 շաբաթ, Իրանի նախագահը միջնորդական ջանքեր առաջարկող Պաղեստինի վարչապետին ասել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հարցում բանակցություններին և միջնորդությանը աջակցելու համար վստահություն է անհրաժեշտ։ ԱՄՆ նախագահ Թրամփը ի դեպ շարունակում է պնդել, որ Իրանի հետ բանակցում են։ We're crushing Iran's currently as we speak. I just looked. We had another big day. We hit them. Մենք ջախջախում ենք Իրանին, իրենք էլ չեն հասկանում, թե ինչ է կատարվում։ Հիշեք սա, նրանք ստում են, մի քանի օր առաջ ասացի, որ մենք բանակցում ենք, նրանք պնդում են, թե չեն բանակցում։ Մենք նրանց այնքան ուժեղ ենք խփում, որ ով էլ լիներ նրանց տեղը կբանակցեր։ Նրանք բանակցում են, աղաչում են, որ գործարք կնքենք։ Պարզվեց ես ճիշտ էի, նրանք բանակցում են ու այդ մասին խոստովանեցին 2 օր առաջ։ Ու որպեսզի մեղքերը քավեն, ասացին, թե 8 նավթ են ուղարկում։ Հետո եւս 2 ավելացրին։ Ու մարդիկ հասկացան, որ մենք իսկապես բանակցում ենք։ Նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը, նկատի ունեմ Հորմուզը։ Վերադառնանք Հայաստան, նոր զարգացումներ Վանաձորի քաղաքապետարանի քրեական պատմության մեջ աղմկոտ ձերբակալություններին հետևել է անաղմուկ ազատ արձակումը։ Մեր թղթակիցն է մանրամասնում, ի վերջո ինչ են իրավապահները պնդում և ինչն են հերքում պաշտոնյաները։ Վանաձորի քաղաքապետարանի շուրջ ծավալվող քրեական պատմությունը նոր ընթացք է ստացել ձերբակալված 10 անձինք, այդ թվում նախկին ու ներկա պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ արդեն ազատության մեջ են գրավի և բացակայելու արգելքի դիմաց։ Մեղադրանքները ծանր են կաշառ, խարդախություն կատարել, դրան օժանդակել և խմբով պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Դեռ 2023-ից հարուցված այս վարույթով մինչ օրս միակ մեղադրյալը համայնքապետարանի եկամուտների բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանն էր, սակայն հիմա գործը համալրվել է նոր հանգամանքներով ու մեղադրյալների մեծ խմբով։ Արդեն ավանդույթ դարձած ուզում եմ տեղեկացնել, որ ես եւ իմ բոլոր ընկերները ազատության մեջ ենք եւ վերադառնում ենք բնականon ընթացքի կյանքի։ Արդեն 3-րդ անգամ ձերբակալված ու ազատ արձակված Արմեն Այվազյանը հակակոռուպցիոնից դուրս գալուց հետո ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց իր եւ ընկերների ազատ արձակման մասին, բայց այսօր այդպես էլ չպատասխանեց ազատության հարցերին։ 3 լռություն էր նաեւ համայնքապետարանում։ Համատիրությունների բաժնի պետ Կարեն Իշխանյանը, որ 2023-ին համայնքապետի պաշտոնակատարի օգնականն էր, նույնիսկ հերքեց ձերբակալության փաստը, չնայած հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական տվյալներին։ Ասեմ, որ ինձ ձերբակալել են, որ ինչքան չես նո։ Դուք չեք գնացել հակակոռուպցիոն։ Կտրում են դուք տարբեր եք բերման ենթարկել են, կալանավորել են, ձերբակալել են եւ մնացածը, դա տարբեր բաներ են բոլորը։ Ոչ կաշառք տալու, ոչ ստանալու հափշտակություն, թե չգիտեմ, ինչ որ քաղաքին։
Մեղադրյալների թվում է նաև Վանաձորի ավականու ապրելու երկիր խմբակցության ղեկավար Արտավազ Տալավերդյանը։ Վերջինս իր ներգրավվածությունը պայմանավորում է բացառապես Արմեն Այվազյանի հետ ունեցած քավոր սանիկական կապով։ Ինձ բացի ձայնագրություններից ոչ մի փաստական ապացույց չի ներկայացնում։ Այդ ձայնագրություններում ապացույց կար։ Ես ոչ մի ապացույց այնտեղ չտեսա։ Դե ես համաձայն չեմ էլի դրա հետ։ Այվազյանի հետ ձեր խոսակցություններն են։ Այո։ Այսինքն ինչ ժամանակ են դες գաղտնալուց։ Ըստ իրենց ասելով երկար տարիներ։ Այս երկու գործիչների քաղաքական ուղիները սերտորեն կապված են եղել։ Այվազյանն ու կինը նույն ապրելու երկիր կուսակցության ցուցակում էին եւ ժամանակի ընթացքում նրանք ուղակի փոխանակեցին իրենց կարգավիճակները։ Այվազյանը թողեց ավականու մանդատը, անցնելով համայնքապետարանի պաշտոնին, ու նրա կինն ստացավ այդ մանդատը։ Հետագայում տեղի ունեցավ հակառակ փոխատեղումը։ Կինն անցավ ամուսնու զբաղեցրած պաշտոնին, իսկ Այվազյանը վերադարձրեց ավականու մանդատը, որից ի դեպ վերջերս հրաժարվեց։ Ես իմ մանդատն ավականու վայր դրելուց հետո ձեզնից շնորհակալ եմ համագործակցության միասին աշխատելու համար։ Թեև Ալավերդյանի պատասխանները կծկտուր են, նա իր քրեական հետապնդման ժամանակագրությունը պատահական չի համարում։ Այն համընկավ ավականու վերջին նիստի հետ, որը 1 տարվա բոյկոտից հետո կայացավ հենց Ալավերդյանի մասնակցության շնորհիվ։ Չնայած քվորումն ապահովվեց, սակայն նրա համար սկզբունքային համարվող հողակտորների վաճառքի ու ապօրինի շինությունների օրինականացման հարցերը այդպես էլ որոշում չդարձան։ Դրան դեմ էր իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ամբողջ կազմով։ Ավականու անդամն ուղիղ կապ չի տեսնում, բայց դեպքերի հաջորդականությունը համարում է հատկանշական։ Չգիտեմ, նիստեր, գիտեք, լարված նորից նիստեմ հրավիրել, որոնք ըստ մեզ կարևոր հարցերը մնացին այդտենց էլ օդում, այդքան էլ միանշանակ չի թե ում է հարմար, ում չի հարմար այդ նիստերը, մի խոսքով, բայց ակնհայտ է, որ հիմա, չգիտեմ, ինչի իմանա հայտնվեց այդ ցակում, այդպես առայժմ այդպես։ Կապում եք այս վերջին նիստերի հետ։ Չէ, չեմ կապում, ուղղակի փաստում եմ, որ մինչև հիմա 3-4 տարի է մարդիկ զբաղվում են այդ գործերով, ինչ որ այդպես մեղադրյալ, տանց հիմա ինչ որ մեղադրյալի կարգավիճակ։ Այս պահին իրավապահներն այդպես էլ չեն բացահայտում, ինչ է հափշտակել պաշտոնյաների խումբը, ով ում է կաշառել ու ինչի համար։ Եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժինը, որ այժմ ղեկավարում է մեղադրյալներից Արմեն Այվազյանի կինը, զբաղվում է հարկերի, տուրքերի ու վարձակալական վճարների հավաքագրմամբ։ Ավականու ապրելու երկիր խմբակցության ղեկավար Արտավազ Տալավերդյանն ասում է, ըստ իրավապահների համայնքից հափշտակված գումարի չափը մոտ կես միլիոն դրամ է կազմում։ Եվ վերջում Հայաստանի ամենահին թատրոններից մեկի 160-ամյա Գյումրիի դրամատիկականի մասին։ Իմ գործընկեր Սաթենիկ Կաղզվածյանը ոչ թե հանդիսատեսի աթոռից, այլ կուլիսներից է բեմում կատարվողին հետևել։ Առաջին ներկայացումը եղել է 1865 թվականին, Կարինյանի Շուշանիկ ներկայացումն է եղել, թատրոնի կողքին կանգնած են եղել այնպիսի երևելի մարդիկ, ինչպիսին են Թաթիկ Սարյանը, Արմեն Արմենյանը, հետագայում արդեն նոր մեծ խումբ է հավաքվել եւ այսօր այս թատրոնը 160 տարեկան է եւ 160 թատերաշրջան է ունեցել եւ այս թատրոնում եղել են այնպիսի երևելի մարդիկ, ինչպիսիք են Վարդան Աճեմյանը, Խորեն Աբրահամյանը, Գրիգոր Մկրտչյանը, Երվանդ Ղազանչյանը, Հակոբ Ղազանչյանը, Ալբերտ Մկրտչյան։ 1.5 դարից ավելի կենսագրություն ունեցող թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն ընդգծում է, իրենց հարուստ անցյալը փորձում են համադրել նորի հետ։ Հինը երբեք չես կարող արմատախիլ անել նորը տնկելու համար։ Այս թատրոնի արմատները չափից դուրս խորն են։ Ու ինչքան էլ փոխաբերական իմաստով լինի քամի, փոթորիկ, բնության տարբեր աղետներ եղել են այդ 1 տարի ու կեսի ընթացքում, բայց թատրոնը կանգուն է մնացել։ Եվ ես կարծում եմ կանգուն կմնա միշտ, քանի որ սա պայմանավորված չէ ներկայով, սա պայմանավորված է անցյալով, արմատներով, որովհետև այդ արմատները խորն են, ճշմարիտ են եղել եւ ամենակարևորը, ինչքան էլ ուզենաս, դու չես կարող այնպես անել։ Ինքը գուցե երբեմն երերա, բայց երբեք արմատախիլ չի լինի, քանի որ
Այս քաղաքը նախ ամենակարևորը ամուր քաղաք է, գիտի գնահատել ու պաշտպանել իր թատրոնը։ Այնինչ բեմում տեսնում է հանդիսատեսը, ետնաբեմում տասնյակ մարդկանց չերևացող աշխատանքի արդյունք է նաև։ Արդեն 34 տարի է թատրոնի զգեստապահարանների շուրջ 8000 զգեստները խնամքով պահում, դասավորում է Ռիտա Յայլոյանը։ Այս շորերը շարքը կանանցի զգեստներին, որոնք հակել են Ռայա Թոմասյանը, այս շորը Գալիա Նովենցը, ստեղ բանը Նինա Պոխյանը, էլի շատ դերասաններ։ Երևի մեկ 40 տարվա շորեր կան ստեղ։ Գյումրիի դրամատիկականում մեծանուն դերասանների կրած զգեստներն հիմնականում թանգարաններ են տեղափոխվել։ Մհեր Մկրտչյանից օրինակ որևէ հագուստ չկա, իսկ հին զգեստները երբեմն ներկայացումների համար ձևափոխում են։ Դիրարկայի շորն է։ Մեր թերակատարիններն է, էլի Սամվել Գրիգորյանին է։ Քանի տարվա զգեստ է օրինակ էս։ Դե կոժերը փոփոխության են ենթարկվել, բայց էլի կոժը հին կոժը 30-25-ից 30 տարվա պատմություն ունի։ Լուսինե Խաչատրյանը սաղ կտրտե կնոպկի կզարգեց եվավոր է։ Դե նկարիչը ինչպես որոշեց ռեժիսորի հետ համաձայնության կան ու ձևափոխության եթե կարիք կա ձևափոխեն։ 160-ամյա թատրոնում նաև խնամքով պահում են ներկայացումների դեկորացիաների մակետները, դրանց մի մասը ցուցադրվում է թատրոնի ջեմասրահում։ Այս մակետը, որը դուք տեսնում եք, Խորեն Աբրահամյանի բեմադրության մակետն է, Ջակոմետի ոճրագործի ընտանիքը ներկայացման, որտեղ նա մարմնավորել է նաև Կորադոյի կերպարը եւ որպես բեմադրիչ է հանդես եկել եւ որպես գլխավոր դերակատար 1988 թվականին է Խորեն Աբրահամյանը Գյումրու դրամատիկական թատրոնում բեմադրել։ Դեկորացիաների դետալները հավաքում, եռակցում ու ստանում են, այնինչ բեմում տեսնում է հանդիսատեսը։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն ասում է, ետնաբեմում աշխատող ու աննկատ մնացող մարդկանց աշխատանքի ու ստեղծագործության արդյունքն է, որ ապրեցնում է թատրոնը։ Ետնաբեմում ավելի հետաքրքիր է։ Այնինչ կատարվում է, հանդիսատեսը ցավոք չի տեսնում, բայց մենք տեսնում ենք, թե ինչ ահռելի աշխատանք է տարվում։ Դերասանները միշտ սերնդափոխություն հեշտ լինում է թատրոնում։ Նորը գալիս է մեր ավագ սերնդի կողքին, բայց գիտեք ինչ բարդ է ու ինչ դժվար է փոխարինել արհեստավորներին, դերձակին, որովհետև այսօր դերձակ շատ մարդիկ կարող են լինել, բայց թատրոնի դերձակ այլ բան է, թատրոնի կահույքագործը, ատաղծագործը այլ բան է, եւ իրենք մենք իրենց փայփայում ենք, որովհետև իրենք ամենակարևոր, իրենք շնչում են թատրոնով։ Գյումրիի դրամատիկականը տարեկան 130-ից ավելի ներկայացում է խաղում միայն Գյումրիում ու ամեն տարի 5 նոր ներկայացում բեմադրում։ Այս թեմաներն էինք առանձնացրել այս եթերաժամի համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ազատություն.am կայքում։ Լուրերի թարմացումները գտեք սոցցանցերի մեր էջերում, նույնպես հաջողություն։